Պարոն Կարապետյան, այսօր Հանրապետության օրն է եւ Հանրապետության հրապարակում զորահանդես էր, ներկայացվեց վերջին տարիներին գնված սպառազինությունը։ Ինչ եք կարծում, սա ինչ ուղեր ձեր հանրությանը, որ ավելի ուժեղ բանակ ունենք այսօր, քան 3 էր։ Ես ուզում եմ շնորհավորեմ հայ ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ եւ ուզում եմ վստահեցնեմ, որ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ թաքցնի իր ձախողումները, քանի որ ամենամեծ իր ձախողումն ինքը ունեցել է բանակի հարցում, մեր պաշտպանության հարցում, Արցախը հանձնելու հարցում, դրա համար նույնիսկ չեմ պատկերացնում իր արած այս քայլը ինչին է ուղղված։ Ինձ թվում է ավելի շատ ուղղված է, որ ցույց տա ինչպես է ինքը ծախսել 8 միլիարդ դոլարը, որ կախել է մեր պետության գլխին։ Բայց հաստատ մարդիկ նայելով այս ամենը համոզվում են, որ այդ 8 միլիարդ դոլարը շատ անգրագետ է ծախսվել, որովհետև այդ գումարով մենք կարող էինք ունենալ շատ հզոր, շատ բարձր մակարդակի տեխնիկաներով հագեցած բանակ։